Այս ուղղաթիռը շատ հետաքրքրում է, ինքը առաջին ուղղաթիռն է այս Իրանում, հաշվառության մեջ, որ ունի ավտոբոս հաշվառ առաջին ուղղաթիռը տեսնելուց հետո գնել է ինքը թարմ ճակով այսինքն ոչ միայն մեզ համար անորություն ավտոպիլոտը, այլ աշխարհում։ Airbus-ի առաջին փորձարկումներից։ Դրանց տեխնոլոգիա կազմիչերային քրիչների համար միշերային ատմոսներով ինքնաչու է, հնարավորություն է տալի ուսումնական քրիչներ անել երկու ղեկավարման միջոցով, այսինքն օդաչու աշակերտ եւ ինստրուկտոր փորձարկում ժամանակ Ինչքան մարդ է կրել։ մոտ 14,000 ուղևոր սպասարկում են 7 տարի։ Բոլորը Airbus է։ Այս է Airbus-ը, մեկը ամերիկյան Robinson։ Բեռներ տեղափոխել կամ մարդկանց արտաքին կապոցով քրկեր անել, մոնիտորինգի համար անտառների, բաժանների։ Իսկ ինքը ինչ թեքության վրա կարող նստի։ Մինչև 10 աստիճան, 10-15 աստիճան, նաև ոտքից։ Մինչև 15 աստիճան։ Մի թռիչքի ընթացքում հիվանդի տեղափոխելու ժամանակ օդաչունա մեկ բժիշկ եւ մեկ օրինակ օդաչակ քույր կամ բուժակ ու բոլոր այն սարքավորումների շտապության մեջ է նույն ձև դրել կահավորված է։ Մեղրից ինչքան ժամանակ ունի կազմում։ Միայն 10 ժամ։ Իսկ ինչ վառելիքով է։ Այս ուղղաթիռը հեղափոխություն է մտցրել իր արտադրությունով ուղղաթիռային շուկայի մեջ, իր բարձրությամբ, փոքրությամբ եւ շահագործման հեշտությամբ։ Իմիջայլոց երեք վիճակագրությունը մեզ ասեց, որ հունվարի համար ռեկորդային թվով զբոսաշրջիկ ունեցել, բայց եղանակը Այս տարի այսինքն ձմեռը կապ չունի, որ եղանակը լավ լինի, տուրիստները կուզենան։ այս մասը դրի տեխնիկական բլոկն է, ամբողջ թռիչքների նախապատրաստում սա կատարվում է։ Բացի այդ, որ ինքը ուղղաթիռային կայան է, ինքը նաև տեղի ունենում համերգներ, մինչև 6-7 հազար հոգի համերգներ են ունենում, տարբեր միջազգային աստղեր գալիս են, այս տարի ունենք արդեն պլանավորված մի քանի համերգ, որ գալու են արտասահմանից, ուսումնասիրել ենք ինչ է պետք պետությանը, մեր պետությանը կարիքները հոգալու համար H145 համարվում ամենաբոլորվում ամենահուսալի ուղղությունները եւ որը գրեթե բոլոր